Այո։ Խնդրեմ, ներկայացեք եւ ձեր խոսքը փոխանցեք։ Հա։ Ես Ջուլիետա Սարգսյանն եմ։ Ինձ համար մեծ պատիվ է լինել այս տաղավարում եւ ստիպված եմ ես եկել։ Իմ տարիքն ինձ թույլ չտալի այդքան երկար քայլել, բայց այնուամենայնիվ եկել եմ տաղավար իմ վերջին անգամ երևի հավանաբար իմ ասելիքս ասելու։ Ուրեմն շատ տարիներ առաջ մի ֆիլմ էի նայում հեռուստացույցով։ Ֆիլմը նվիրված էր հայրենական մեծ պատերազմի այդ տարիների դրվագներին, դեպքերը կատարվում էին բելարուսական մի գյուղում։ Կախաղան էին բարձրացնում մի քանի մարդկանց, ովքեր հանդգնել էին օգնելու պարտիզաններին։ Կախաղան բարձրացողների մեջ էր նաև այդ գյուղի 9-րդ դասարանի մի աղջիկ, որը 9-րդ դասարանի այդ աղջիկը փաստորեն նել էր պարտիզանների օգնության էր հասել եւ մատնիչը այդ նույն գյուղի գերմաներինի ուսուցիչներ։ Հարևան գյուղերից բոլորից բերել էին, որպեսզի այդ տեսարանը տեսնեն, այդ կախաղան բարձրացնելու սրտաշուն ձմեռ էր։ Այդ երեխան ձեռքերը դրել էր, ինչպես ասում ենք, այդ շալի տակ, որ խաչ-փաչ կապում են, շալի տակ էր դրել, այդ սրտին եւ սպասում էին այդ հրամանին, որ կախաղան պետք է բարձրացվի։ Այդ ամբողջ ընթացքում գերմանացի սպան նայում էր այդ երեխային։ Երբ որ վերջացրին, արդեն կախաղան բարձրացին, վերջացին, դրանից հետո մնացին միայն այդ մատնիչը եւ գերմանացի սպան։ Սպան ասաց, նա շատ նման էր իմ աղջկան, Էվելինային, եւ գրեթե կարելի ասել, որ ժրացեց։ Իսկ այդ մատնիչին ասեց, դու որակյալ տականք ես։ Այդպիսի մի որակյալ տականք դա մեր վարչապետն է։ Իմ սիրելի քաղաքացիներ, ես շատ մեծ հույսեր էի փայփայում, որ այս ընտրություններից հետո ամեն ինչ ընկնելու իրեն տեղը, սակայն բանից պարզվեց, որ ոչ մի բան հնարավոր չէ։ Ոչ մի բան հնարավոր չէ շտկել, քանի հանրապետությունում վարչապետ է Նիկոլ Փաշինյանը մի դավաճան ստահակ։ Սիրելի հայրենակիցներ, նա ամեն ինչ արել է այնպիսի բաներ այս 8 տարվա մեջ նախ ամբողջ քպական այդ անձնակազմը այնպես կառավարեցին այնքան վատ, որ դրանից վատ հնարավոր չէր։ Եվ այնպիսի բաներ, որ նախադեպը չի ունեցել աշխարհում։ Օրինակ, նրանք քայլելով կարողացան հասնել իրենց նպատակին, կատվածահար անելով ամբողջ հանրապետության աշխատանքային ռիթմը եւ աշխատանքից կտվելով այդ ուսապարկերին հաջողվեց կառավարություն վերցնել եւ ասելով, որ եթե ես չլինեմ վարչապետ, ուրեմն նշանակում է ոչ մեկը չպետք է լինեն։ Այդքան վստահ։ Դրանից հետո եղավ երկրորդ եւ ահավոր նորից մի տարբերակ ընտրեց, որը նախադեպ չունի։ Նախադեպ պատերազմներ հաճախ շատ են լինում, աշխարհում շատ են լինում պատերազմներ, բայց պատերազմի արդյունքում այնպես անել, որ այդ հայրենիքը վաճառեն թշնամուն, դա նախադեպ չունի։ Եղել են տարածքներ, որ փոքր տարածքներ հնարավոր է վաճառվել է, կամ որպես օժիտ են տվել եւ այլը, բայց որպես մի ամբողջ հայրենիք վաճառել, դա չի եղել։ Դրա նախադեպն էլ չի եղել։ Նաև այս մի նախադեպը երրորդ, որ չկա էլի աշխարհում, որ առանց ընտրությունների ավարտը գիշերվա ժամը 2-ին հայտարարել, որ ես արդեն վարչապետ եմ։ Դրա նախադեպն էլ չկա։
այդպիսի բան չկա։ Եվ ամենավերջինը, որ արդեն շատ մոտ էր, 3 առաջ օրը, այդպես, կաթողիկոսի դատավարությունը, դա սարհուրելի փաստ է, դա սարսափելի փաստ է, դա մեր ամբողջ ազգի ամոթն է, պազորն է մեզ համար, դա ոնց է իրեն թույլ տալիս, որ այդպիսի բան անեն, եւ մի դատավոր, որը չեղարկեց իրեն, որ չընդունեց ավելի ճիշտ նրա դատավարությունը անցկացնելը, դա մի փոքրիկ մասն է, բայց այնուամենայնիվ գովերքելի է։ Եկել եմ այն համոզման, որ հնարավոր չէ ոչ մի ձևով։ Այժմ ասեմ բուն իմ այսօրվա այցի նպատակը։ Ես էլ Փաշինյանի նման ընտրում եմ մի այնպիսի տարբերակ, որը աշխարհում նախադեպ չունի։ Դա հետևյալն է. չեղարկել սեպտեմբերի 1-ը ամբողջ կրթական համակարգը, մեր երեխաները, հանրակրթական դպրոցներ, քոլեջներ, բուհեր, բոլորը, ռազմական ուսումնարանները, ռազմական ակադեմիան, մի խոսքով որտեղ որ նստարանին նստում են եւ գրում են, լսում են, այդ բոլոր մի խոսքով մեր կրթական ամբողջ համակարգը պետք է կանգնի։ Այնքան ժամանակ մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, մեր կարգախոսն է։ Ես մեր ասում եմ, դա իմ մտահղացումն է, բայց ես մերն ասում եմ, որովհետև ուզում եմ ամբողջ մենքի հետ ձուլել իմ ասվածը։ Դրանից հետո, ուրեմն, եթե դա կտևի այդ չեղարկումը կտևի 1 օր, 1 շաբաթ, թե 1 ամիս, դա կարևոր չէ։ Կարևորը պետք է այնքան ժամանակ մինչև կատվածահար լինի, ամբողջ այդ համակարգը մինչև Փաշինյանը հրաժարական չտա։ Ուրեմն կա նաև երկրորդ տարբերակն ասեմ, ինչ տարբերակները հետևյալն են, սակայն մինչ այդ պետք է ասեմ, որ բոլոր մանկավարժական կոլեկտիվները պետք է լինեն դպրոցում։ Ժամը 9-ից սկսվում է աշխատանքը, 3-ին թե 4-ին է ավարտում, չեմ կարող ասել, բոլոր ուսուցչական կոլեկտիվները, ընդհանուր նաև բոլոր տեխնիկական աշխատողները պետք է կազմում պատրաստ լինեն աշխատանքի վայրում։ Բոլոր ուսումնական հաստատությունների, այսինքն քոլեջների ուսուցիչները, դասախոսները բուհերի, մի խոսքով ավագ սերունդը նույնպես, որոնք նոր են արդեն այս տարի են ընդունվել ուսանելու եւ պետք է դասի գնան, մի խոսքով կատվածահար է արվում հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունները, մի խոսքով կրթական համակարգը, կարելի այդպես ասել։ Եւ սա ուղիղ համեմատական կլինի այն բանին, նախ պետք է ասեմ, մինչ այդ պետք է ասեմ, որ բոլոր այն ծնողները, ովքեր աշխատում են աշխատանքի իրենց վայրերը չպետք է թողեն, ուղղակի երեխաներին է դա վերաբերվում։ Նրանք ոչ մեկ աշխատանքի չպետք է բացակայի, դա մեկ։ Երկրորդ, ոչ մի խնդրում եմ եւ խորհուրդ եմ տալի, ոչ մի պատգամավոր, ոչ մի հասարակական գործիչ, ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա, որը մեր կողմից այսպես ասած քպական չէ, դրանք ոչ մեկը ոչ մի ձայն, բոլորն իրենց աշխատանքին գնում են, այդ ամեն ինչը կատարվում են մեր երեխաները։ Մեր երեխաները դառնալու են մեզ համար աջակից եւ հենարան։ Եվ դա կլինի այն ցուցիչը, եւ ուղիղ համեմատական կլինի նրան, որ եթե ասում են, որ մենք ընտրություններին կաշառք ենք վերցել եւ ընտրել ենք այն մարդկանց, ովքեր որ իրենք չեն սիրում, ընդդիմադիր հատվածին ենք, մենք նրանք բոլորին ասում են, որ մենք իբրև թե կաշառքով ենք դա արել։ Դե որ կաշառքով ենք արել, հիմա էլ առանց կաշառքի մեր երեխաները չեն գնալու դպրոց։ Մեր ամբողջ ուսուցչական կազմը պետք է գնան, այնտեղ լինեն։ Ոչ մի կոմպրոմատ չպետք է ունենաք, որ կարողանաք սրան նրան տանեք
պարկացնեք, չգիտեմ ինչ անեք, այդպես զնդանները կողեք եւ այլ, ունե զրկեք, հա, հայրենազրկեք, այս անեք, այն անեք, դա չի լինելու, ինչպես ասում են, մեր երեխաները կդառնան մեզ համար այդ ցուցիչը, որ դասի չեն գնա, ու կտեսնեք, թե մեր ձայների քանակը ինչքան շատ են, միայն այդ ձևով կարող ենք, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, ոչ մի դասընթացներ չեն լինելու, սակայն նաև պետք է աշխատի խորհրդարանն իհարկե, խորհրդարանում ասացի, որ ոչ մեկը հականիկոլական ոչ մի բար, ոչ մի դես, ոչ մի դեն, նման բաներ չպետք է լինեն։ Այս սրիկան ամեն ինչ արավ, սա 20-րդ դարի ռուսական Ստոլոպինյան ռեակցիայի տարիները եղան մեզ համար, մեր ժողովրդի համար, երբ որ Ստոլոպինը 7-10 թվականներն իհարկե, երբ որ Ստոլոպինն ասում էր, որ ինձ տվեք 20 տարվա հանգստություն և ես ամբողջ Ռուսաստանը կարող եմ վերափոխել, այս նույն բանն ասում է այս ավազակը, մինչև 70-ական թվականները մենք ունենալու ենք ֆուտբոլի առաջին թիմ, սա ենք ունենալու, նա ենք ունենալու, օդային ամրոցներ են կառուցում իրանց այս ստախոսությամբ, դրանք բոլորը կեղծիք են, սուտ են և այլն։ Հա, սակայն ինչպես ցարը այն ժամանակ վարվեց, նույն բանով էլ վարում էինք, ցարը այն ժամանակ վախեցավ և մանիֆեստներ էր անում իբրև, բայց դա ոչինչ չէին, ու ասում էին ցարի համար, ասում էին հետևյալը, ցարը վախեցավ, արավ մանիֆեստ, մեռածներին ազատությունից ողջերին բանտ, նույն բանն անում է այս ավազակն այստեղ, բոլորին զմտաններն են էտում, ունեզրկում են, խայտարակում են, պարսակում են, խորհրդարանում արդեն տեսնում եմ, թե ինչ, նույն խորհրդարանն է, նախնիների մասին ես խոսեմ հետևյալ ձևով, նախ եկեք լսենք ամենակարևորը, ես չգիտեմ դուք, 1-2 ամիս առաջ կոմանդոսին նվիրված հարցազրույցներ շատ եղավ մեր ցանցերում, չգիտեմ կարդացել եք թե ոչ, նա վերջի վերջո լրիվ ամբողջությամբ ասեց, թե ինչպես է եղել, որ ձախողվել է ամեն ինչ և Արցախը մնացել է նորից նրանց և այլն։ Այս բոլորի հեղինակը պետք է ասեմ Լևոն Տեր-Պետրոսյանն է, Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ որ ասացին, որ Արցախը ազատագրվել է, այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը գտնվում էր Իրանում, այն ժամանակվա Ռաֆսանջանի մոտ, և նա շատ դժկամությամբ ընդունել այդ Արցախի ազատագրումը։ Ուրեմն կոմանդոսի այդ հարցազրույցի մեջ հետևյալ շեշտը կար, բոլորը շատ վրդոված էր խոսացել, որ նրանք հասել են ընդամենը Եվլախ 30 կիլոմետր մնացած, որ պետք է մտնեն Բաքու, սա հայտարարում է, որ տանկերը հետ բերեք, տանկերը նորից հետ են շրջում, գալիս են և այդպես մնում են։ Այլ բերանբաց դավարոշներ, անընդհատ ասում եք, որ Արցախը խինոր է տրված, Արցախը նոր է տրված, անընդհատ նույն բանն եք ասում, հոկտեմբերի 27-ը և մարտի 1-ը կապում եք Ռոբերտ Քոչարյանի հետ, դա այդպես չէ, հոկտեմբերի 27-ը դա վենդետա է, այդ վենդետան հետևյալ, երբ որ 98 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի խումբը շպրտվեց մի գիշերվա ընթացքում բոլորը, կարծեմ 28 հոգի, մի անգամից շպրտվեցին դուրս, այդ դեպքում արդեն հենց սկսվեց այդ վենդետան, այդ տորբանից, արդեն նրանք փորացավ ունեին, թե ոնց է լինելու, ինչ է լինելու, ինչպես է լինելու և այլն։ Ուրեմն իմացած եղեք, որ եթե դուք չեք կարողանում դեռ մինչև հիմա, եթե դուք դեռ մինչև չեք կարողանում իմանաք, թե Նայիրի Հումնանյանից, թե ի վերջո մի նախադասություն պետք է ասի, ով է իրեն ուղղորդել դրան, մի ամբողջ տարի նրանք
պարապվել են գորշ գայլերի մոտ, չգիտեմ որտեղ այդքան զենք, զինամթերք եւ այլ։ Այդ բոլորը ով է արել։ Քոչարյանը կարգադրել ասել թե եկեք մտեք ազգային ժողով, այնա Քոչարյանը նախագահ էր։ Այստեղ հասարակ պրիմիտիվ բան է դա նախագահ, էլ դրանից բարձր ինչ պաշտոն պետք է լինի։ Այսինքն Քոչարյանն այնքան հիմար է, որ այդ բոլորը անում է, որպեսզի նորից իրան բսկտեն տարիներ շարունակ։ Ինչպես նաև մարտի 1-ը։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանի գործողություններն են, հոկտեմբերի 27-ը ես չէի ասի, որ Փաշինյանը այդ բաներում, բայց մարտի 1-ը կոնկրետ դա Փաշինյանի գործողությունները դրա հետ են եւ նրա աճեցրած սրիկան է դա։ Նրա աճեցրած սրիկան։ Մի քանի օր առաջ գնում են գերեզմաններ, Շահումյանի գերեզմաններ եւ այդտեղ գերեզմանների ձախ կողմում ամբողջությամբ մեծ համալիրներ են, շենքեր գեղեցիկ։ Տաքսու վարորդն ասում է, գիտեք սա ումն է։ Ասում եմ, չէ, ասում է Քոչարյանինն է դրանք, այդ բոլոր շենքեր ինչքան որ կա։ Քոչարյան, հիմա ես ձեզ ասում եմ, կամ դուք պետք է հայտարարեք, որ այդ ամբողջ տարածքը թող քանդեն, նավիրեն, դարբադաղ անեն։ Եթե կա այդպիսին, եթե դա դուք եք, ասեք, որ քանդում եմ, եթե ես եմ կառուցել, ուրեմն քանդեք, հավասարեցրեք, բուլդոզերները գցեք եւ հավասարեցրեք։ Բավական է բոլորը, որպեսզի այսքան շատ ահավոր բաներ լինեն։ Սրանք ոչ մի հայրենասիրական բան չունեն։ Ուրեմն կրկնում եմ, այս թեզը առաջ եմ քաշում իմանալով հարտե, որ սա խաղաղ ճանապարհ է, ոչ մեկը փողոցում չի լինելու, ոչ մի քայլերք չի լինելու, ոչ մի առանձնակի հավաքներ չեն լինելու, ոչ մեկը բոլորը խաղաղ իրենց համար նստելու են։ Պարզապես կրկնում եմ նորից, սեպտեմբերի 1-ին չեք գնում։ Եվ ասեմ ինչու, հիմա կարող է հաշտակ, թե ինչու սեպտեմբերի 1-ը, եւ մի այլ ուրիշ օր, արնակ աշնանետ անձրևոտ օրերին թող դա լինի, մեկը տանեն չեն գալու, ձմայրվա ցրտերին, ոչ, սրա մեջ էլ պատճառներ կան, որովհետև նրանք հենց սեպտեմբերի 1-ը, նրանք ովքեր որ ընդունված են եւ պետ պատվերով ընդունվածներ չեն, նրանք վճարում են ուսման բարձերը սեպտեմբերի մինչև 10-15-ը բոլորին ծեփրելու այդ փողերը հավաքում են, որպեսզի այդ փողերը չհավաքեն, որպեսզի դասախոսները ձեզ չճանաչեն, որպեսզի հետագայում արդեն կոմպրոմատներ չունենան, որպեսզի ձեզ փաստերի առաջ կանգնեցեն եւ այլ, մի խոսքով այդ ամենի համար դա ընտրված է հենց սեպտեմբերի 1-ը։ Քանի օր կտևի նորից կրկնում եմ, սիրելի ծնողներ, տատիկներ, պապիկներ, ձեր թորներին ոչ մեկին թույլ մի տվեք դպրոց գնալ, երեխաների հակուկավ դասավորեցեք ամեն ինչ, երբ որ կլինի դա, երբ որ Փաշինյանը կգնա, այն ժամանակ էլ, դա կրկնում եմ, աշխարհում նման եզակի չի եղել, սա եզակի դեպք է լինելու, որ մի ամբողջ հանրապետությունում կատվածահարի արված կրթական համակարգը։ Այդ ձևով միայն կարող ենք, սա անհնարին բան է, հայրենասիրություն ասվածը սրանց համար չէ։ Փաստորեն մեր գերիները այնտեղ բոլորը ադրբեջանական բանտերում, այդ զնդաններում տանջամահ են լինում, բայց սրանք նորից խորհրդարանում արդեն սկսում են նախնիներից խոսալ այս հիմարները, երբ որ հողի մեծ տարածքը արդեն մի մասը ադրբեջանցիներ ձեռքին են եւ նրանց դրոշներն են, նորից սրանք նույն բաներն են ասում, սրանց մոտ այդ ամոթ ասվածը չկա բոլորովին եւ ոչինչ։ Իսկ դուք հպական տականքներ, դուք բոլորը ասոսացվում եք Նիկոլ Փաշինյանի հետ, ես ձեր մասին ոչ բան չեմ ասում, դուք պարզապես ասոսացվում եք ձեր ամբողջ ունեցված ինչպես եթե կարելի այդպես ասել, դա միայն ձեր հետույքն է, դուք ուղեղ էլ չունեք, ձեր հետույքն է ձեզ կպած, դուք ուղեղ էլ չունեք, ձեր ուղեղն ասոցացված է, Փաշինյանն ինչ կասի, նա կանեք այնինչ, այնպես որ դուք զրո եք, կպչուն ստախոսներ, կպչուն ստախոս տականքներ, դուք հայրենիքն ինչ իմանաք ինչ բան է, երբ որ մենք Ստալինին ասում ենք, որ այդքան դաժան մարդ է, բայց երբ որ արդեն
երբ որ արդեն Մոսկվան պաշարված էր, Ստալինը կոչով հանդես եկավ ամբողջ ժողովրդի առաջ, ասելով հետևյալը. ընդարձակ է Ռուսաստանը, բայց նահանջելու տեղ չկա, հետևում Մոսկվան է։ Դա եւ երբ որ նորից կրկնում եմ, ուզում եմ ասել հետևյալը, մենք միշտ ասում ենք, որ մենք պատերազմի ժամանակ այս արել ենք, բոլորս էլ արել ենք, կանայք են արել, տղամարդիկ գնացել են պատերազմ, ոմանք չեն վերադարձել, շատ զոհեր են տվել, բայց կանայք են չարչարվել, այնպես ինչպես նաև ռուս կանայք, բոլոր նոքները, ռուսները ավելի մեծ տանջանքներ են ենթարկվել, մորթվել են, բռնաբարվել, ամեն ինչ եղել են նրանց մոտ, երբ որ 45 թվականի հունիսի 24-ին, եթե չեմ սխալվում, Ստալինը գնում էր Բերլին, որպեսզի Գերմանիայում ստորագրել տան կապիտուլացիայի ակտը։ Բելարուսական անտառներով անցնելու ժամանակ դաշտերում կանայք կաղամբի քախան էին անում։ Նա գնաց հիպատուհանից դուրս նայեց եւ ասաց. «Էհ, կանայք, երևի դուք չգիտեք, թե հաղթանակի ուղիղ կեսը ձեզ է պատկանում։ Հիմա սիրելի կանայք, սիրելի ծնողներ, բոլորդ միահամուռ դուրս է գալի խաղաղ ճանապարհով, որովհետև սա որ մտմտում էր, ասում էր, որ սեպտեմբերին պատերազմ լինելու, այդ պատերազմը առնչվում է քաղաքացիական պատերազմի հետ։ Սա մտմտում է, որպեսզի քաղաքացիական պատերազմը հրահրի։ Մի ամբողջ դիվիզիոն աշխատում է այդ ուղղությամբ, այդ դիվիզիոնը սրանց այս հայրենադավ, այս տականք, այս սրիկանների դիվիզիոնն է դա, բայց նրանց համար որից բան չեմ ասում, նորից եմ կրկնում, կա Փաշինյան, ուրեմն կա մի ամբողջ սրիկանների խումբ, որոնք կրկնում եմ նորից, բացի իրանց հետույքից սեփականություն չունեն, սրանք փողով հարստացան, սրանց հոգեբանությունը Ալիմյանական հոգեբանությունն է, Քավոսի Ալիմյանը երևի շատերը չեն էլ կարտացել այդ անլրագետ փթացներից, եւ Ալիմյանը, որ միայն հոգին սնդուկները դրած փող լինի, այդ տականքներ, ձեր հայրենիքը վաճառված, դուք այսօրվա դրությամբ ինչի՞ եք խոսում, ինչ խաղաղություն, ինչ բան, ում է խաբելու, ուրեմն Եվ ամփոփեք, հա։ Այո, ուրեմն իմ սիրելիներ, այսօրվանից սկսում եք, դա հրդեհի նման պետք է տարածվի ամբողջ հանրապետության մասշտաբով, եւ եւս մի բան, այն դպրոցները, որոնց աշակերտների քանակը քիչ են եւ տարբեր հարևան գյուղերի հետ պետք է գնան երեխաները դասի, դա էլ եք չեղարկում, այդ գյուղերից մեկը իմ հայրենի գյուղն է, Չինչին գյուղը, սիրելի ուսուցիչներ, կգնաք մեր դպրոցը, ձեր դպրոցը, որտեղ պարապում եք, որովհետև սա մի ամբողջ քանդվող, երերող կառավարություն է։ Ուրեմն ի գործ, այս անգամ ես չեմ ասում իզեն, ի գործ բոլորիդ,